Այստեղ ուզեցի ձեզ մի փոքր գնումներ ցույց տամ։ Խորենը գնացել էր խանութ, նախ Սուսիկը մեզ տոլմայ է ուղարկել, ինչի համար շնորհակալ եմ։ Դավ դու կինդերներ ես վերցրել։ Սա ձեզ պաղպաղակ, հավքի, թթվասեր, պանիր, սեղ, ուզել եմ լիքը բանջարը, որտեղ բան եմ սարքելում, դուք ասեք աջապ սանդալ, овсяная каша, крупно ֆիրմայից այս անգամ բերել, վարունգ, լոլիկ, մի խոսքով այսպիսի թեթև առևտուր, որովհետև տանը շատ բաներ կային, ինչը չկա միայն դա եմ ասել բերի, եւ հիմա խոր սուրճ կուզես դնեմ խմենք, պաղպաղակով, չի տեսում ձայնս լավ կգնամ այնտեղ կասեմ, ինչ եմ այստեղ պատրաստում, ուզեցի մի հատ մեծ կաթսայով աջապ սկանդալ պատրաստել, դրա համար այստեղ սոխն ու բիբարն են արդեն, մինչև մյուս պրոդուկտներն են ես կպատրաստեմ, Առաջ շատ շուտ աջապ սանդալի մեջ ես գցում էի նաև գազար, թեև չի գնում գազար իր բաղադրատոմսի մեջ, բայց ես դուր էր գալիս, հիմա չգիտես ինչի առանց գազարա դուր ես գալիս, միայն անում եմ սոխ, քաղցր պղպեղ, լոլիկ, տոմատ, կարտոֆիլ, սմբուկ եւ վերջում թարմ կանաչի, մի պոճղել կարող է սխտոր անեմ ըստ տրամադրության, եթե ուզում եմ ավելի ջուրամարս լինի, սխտոր չեմ անի, եթե չէ ապա կանեմ Նաև թխվածք եմ թխում արդեն վառարանի մեջ է, երեխեք ջան, այսօր խորնի եղբայրն եմ ես հյուր գալու, միասին կնստենք, այսպես ինքը ոնց որ տան անդամ լինի, դրա համար այդպես հյուրի զգացողություն չկա, այլ ուղղակի համով ճաշ սարքեմ, ինչ-որ տորտիկ թխեմ, նստենք միասին ճաշ ուտենք, այսպես ասեմ։ Ես այսօր հասել եմ մի հատ հրաշալի ֆիլմ նայել, կոչվում է, բայ մոռացա հայերեն եթե բառացի թարգմանեմ, մինչև ինձ հանդիպելը, ռուսերեն մոռացա ոնց ճիշտ թարգմանեմ, հա չեմ ուզում սխալ թարգմանեմ, ռոմանտիկ ֆիլմ էր, դրամատիկ, ավարտը իհարկե մի քիչ հուզիչ էր, բայց շատ սիրով նայեցի, այսօր հասել եմ գիրք կարդալ եւ ճաշից հետո էլ անելիքներ ունեմ պլանավորած, այնպես որ օրը մաքսիմալ պրոդուկտիվ ենք օգտագործում։ Եկեք ձեզ տորտիկը ցույց տամ, որ խորենի եղբայրն ա բերել, ճիշտ այս բիսկվիթ եմ թխել, բայց это выглядит намного круче, так что միասին հիմա կվայելենք, խորենի խնդրել էի այն տորտ պաղպաղակներից էլ ա վերցրել, կարող ա գլյաս է սարքեմ մեզ համար նաև, մի խոսքով հաճելի ժամանց ենք ունենալու միանշանակ։ Ես այստեղ սեխը կտրատեցի, իհարկե ամանը շատ մեծ վերցրեցի, որպեսզի հասկանաք, ես իմ խոզի բդի ամանն է, բանը մյուս մրգամանը արդեն տեղ, ծիրան, կիվի, բանան, այսպիսի տարատեսակ մրգերով տարել եմ արդեն, սուրճը դրել եմ, պաղպաղակը կտրատենք եւ մնացած քաղցրավենիքները, տորտիկներն էլ կտանեմ ու կնստենք։ Առայժմ սոված չի, դե համար դեսերտից ենք սկսում։ Նայեք ինչ սուպեր գլյասա եմ սարքել, դառը ռաստվարի մի սուրճ, պաղպաղակ, սառույց, выглядит прекрасно։ Պատրաստվել եմ, էլի այս կարիճ շորիկս եմ հագել, ոչինչ ես համար հավես անեմ, հետո չգիտեմ կհագնեմ թե չէ։ Թեթև դիմահարդարվել եմ, մազերս դեռ թացա հեսա չորանա, տեսքի կգա։ Գնում ենք փուլ փարթի, այսպես ասած, ժամանակ անցկացնելու։ Դրա համար մի փոքր եմ քսվել, զուտ մաշկիս տոնն եմ կարգի բերել եւ աչքերս եմ մի քիչ սենց թարչաներ քսել։ Լինելու ենք մեր բլոգեր աղջիկներով, մեր աղջիկներից մեկը ով հղի է, երկար ժամանակ չի եկել ոչ մի միջոցառման, չենք հանդիպել, ու ինքը կազմակերպել է, որ ասված էս կարոտել եմ, ուզում եմ հանդիպենք, так что գնալու ենք այնտեղ հանդիպենք իրար, ականջողեր եմ դրել ու վերջ, ոչ մի այլ աքսեսուար, քանի որ լողավազանում պիտի լինենք, այնպես է որ իմաստել չունի։ Всё, հիմա ընկերուց գալիս ամեն բակ, իրար հետ տաքսի ենք կանչում եւ գնում ենք դժալու։ Արևապաշտպան եմ կարևոր վերցել եւ լայնեզր գլխարկ, որպեսզի հնարավորինս քիչ այրվեմ։ Նաեւ վերցել եմ արևապաշտպանից հետո, հա, արևայրուք ընդունելուց հետո մաշկիլասիոն, որպեսզի այդ հանգստացնի, եթե ինչ որ այրված, քվարված, ինչ որ բաներ լինի։ Արդեն բակում եմ, ընկերուց եկել է, տաքսին կանչել ենք, աճապարում ենք դեպի դեպքի բաժին։ Ես Վանին հասել ենք երեխեք, մուտքի մոտ սպասում ենք մեր այն երկու ընկերուհիներին, մի հատ իրանք էլ կան, նոր ամբողջացած գնանք, բայց շլյապաս դրել եմ, որ չարևահարվեմ եւ չկարմրեմ, չվառվեմ։ Այսպեսի տեղում ենք երեխեք ջան։ Փոքրիկ Հունաստան Հայաստանում ու ներսում կա իհարկե լողավազան, որը ավելի ուշ ցույց կտամ։ Երեխեք ջան,
Մենք գնում ենք մեր տաղավար, հիմա ձեզ ցույց կտամ տաղավարը ներսից, թե ինչ այնտեղ կատարվելու։ Ինչապես էս։ Մենք եկանք տորտիկ վերցնելու, լրիվ թեմատիկային համապատասխան։ Ծովի ալիքներ։ Էս էլ իմ վարձած բամբորը։ Աշխատող։ Сейчас включайте или спас. Ах, ջեղի ապուխորը ես վերցեմ ինչ ախա չես տալիս, միշտ առաջ ես։ Հա, բամբորը փոխվեց։ Եկեք։ Դե մա լավ վճարում ենք հիմա, ինչ։ Հա, Չէ, լիմոնները իսկ կոկոն են։ չէ, սրանց հետ է։ Չէ։ Ահա։ Մտանք։ Մերանի ֆլամինգոն է։ Ռոզովый ֆլամինգո։ Ֆլամինգո մուսկոյ ռոդա, եթե ճիշտ եմ հիշում։ Բա երեխեք ջան։ Այսպեսի բաներ։ Տեսեք ինչ սիրուն բան է այստեղ։ Երեխեք ջան։ Վեյու։ Շատ պոպոշն է։ Հես աղջիկներով փոխվում ենք ու գնում ա փուլ փարթին։ Երեխեք ջան, եկել եմ ինձ արևապաշտպանս եմ քսում, կարգի եմ բերում, որ արդեն մտնենք լողանանք աղջիկներով, մազերս հեսակ բարձր կհավաքեմ, մի խոսքով, արևապաշտպանի հոտը 50-50 է, բայց հուսամ ասում են լավն է։ Նախոսը սպիրիգրև էր եղել արևի տակ, ուզում էի լողավազանի կադրեր նկարեի բան, չէ, չեն կերել, հələ դու կերասա համով, էդի որն է։ Вообще, իրանք համով են միշտ Սա իմ յութուբյան ալիքի համար է։ Չէ, արի, այնտեղ ես հանգիստ սենց խոսում եմ։ Այս մեր աղջիկներից է, մեր փայփայից է։ Այո, այնտեղ եկան, բարակ, խոսում են։ Բաղուց։ Իմ առաջի ալիքը հենց յութուբում ա եղել։ 18 թվականից ընտանեկան վլոգն է, բայ, տեսեք ինչ օգտակար բան եղավ։ Տորտի գովազդային դաթար, շատ համոս տորտիկ է, մազերիցս, անենց էլ մի տավտով սարք է, խուջուճացրել էի, կարդաս պիտի տենց մնար։ Երեխեք ջան, Մարիաս, մար մի քիչ ջուլից, որ կարողանամ հարել։ Երեխեք ջան, մենք վայելում ենք մեր սուրճը, մեր ձեռքով պատրաստած, տորտիկը շատ, Արմին դու կերար տորտ։ Անենց համով էր։ Արմինս մենակ մատնաքաշ է սիրում։ Եվ տոլմա։ Երեխեք ջան, մեր ժամանցը մոտ են ավարտին, փոխվեցինք, մի հատ միջակացնենք դու իմ ոստի։ Բայց կարևորը հրաշալի ժամանակ ենք անցկացրել, գլխակս լրիվ թացը, որտեղ ջրի մեջ հանգել, ես էլ իմ գանձ, գիտեք մեր քարյակը, Արմինս, Մարիաս, Անիս, անբաժանելի քարյակ, իրարից շատ տարբեր ենք, բայց իրար ահավոր լրացնող, դա է մեր ընկերության, հա, մեր ընկերության գաղտնիքը է դա, ականջով ես չի կորել, ինչ լավ է, ուրացել է հանել։ Ես վեկալու ասա։ Մեքենայի մեջ ենք, մեր Արմին աղբերն ա քշում։ 1-2-3-4-5 Ես էլ բանը, ես իմ մեքենայով կարող եկալ, բայց նախընտրում եմ վարորդի հետ։ Ամեն դեպքում ռելաքս օրվանից հետո չեմ ուզում ես երթևեկության մեջ դակուս գալիս եմ հասած։ Մենք երեխեքին բերել ենք Սուսիկենց մոտ։ Ես խորիկը գնում ենք քայլելու մի քիչ։ Ման գալու դավ անհամբեր գնում ա տատիկենց տուն։ Привет! Արի։ Սայլ, ես ու ամուսնյակս ոչ մի տեղ չունենք գնալու, պրոստը քայլում ենք, ուզում ենք մաքուրոց շնչել, մի քիչ հետո մենք էլ կգնանք Սուսիկենց, միասին ժամանակ անցկացնենք, այսպես ասած, քայլելն օգտակար է, ինչ
ինչպես մեր բժիշկը ասաց նաև, ինչպես մենք էլ գիտենք, բայց հաճախ չենք անում։ Նրանց եթե կհիշեք, ես ամեն օր դուրս էի գալիս մի պիրյուտ։ Ատամը ցավում է։ Մտանք խանութ մի երկու բան վերցրեցինք ու քիչ-քիչ գնում ենք տուն։ Ուրեմն այս Դավիթն ու Արտաշեսը սիրում են, որ Սուսիկ են ստանը մնում են մենակ, առանց մեզ։ Ասում են, մամ, պապ, դուք հեռու տեղ չունեք գնալու, տիպը որ երկար էլի թողենք իրանց, դե ազատություն են ստանում, չէ՞, տատիկ պապիկի հետ, շատ ավելի բաներ է իրանց կարելի։ Դրա համար մեզ ուզում են, որ տարած լինել։ Բայց մենք կվերադառնանք։ Մենք տատիկ են տնից դուրս ենք եկել։ Հա, ի՞նչն է հետ։ Հա, պրոստը այնքան տակ է դրած, որ չի լինում հասնել, բալ։ Շատ խորն է։ Չի կարելի ախր մյուս մառոժնիները վնասում ես, տղես։ Չէ, դու ես տեսա, դու սաղ քչփորում ես։